Բարև ձեզ հարգելի լրագրողներ, ճապազրույցը սկսված է։ Շատ լավ, անցնենք հարցերին։ Ազատություն ռադիոկայան Շողիկ Գալստյան, խնդրեմ։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, երեկ ձեր թիմակից Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը հայտարարեց, որ մտադիր է հրաժարականի դիմում ներկայացնել։ Մոտ մեկ շաբաթ առաջ Դիանա Գասպարյանը մասնակցում էր վարչության նիստին, կադրերից դա երևաց։ Պարոն Հովհաննիսյան, պատճառաբանությունները ներկայացրել է դեռ գործող քաղաքապետը, անձնական պատճառներ է մատնանշել, բայց ես կուզեի դուք անդրադառնայիք հարցին, արդյոք այս հրաժարականը կապ ունի այն ենթադրյալ կոռուպցիոն պատմությունների հետ, որոնց մասին բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում կապված Դիանա Գասպարյանի հետ, եթե ոչ, ապա վարչության նիստին արդյոք եղել է քննարկում իր հրաժարականի շուրջ, ինչպիսին է եղել վարչության դիրքորոշումը, այդ առումով շնորհակալություն։ Նախ վարչության նիստը ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև վարչության անդամ չեմ եւ վարչությունը ըստ էության իր հայտարարությունը տարածում է յուրաքանչյուր նիստից հետո, այնքան որքան հրապարակային է, ուրեմն սա այս մասով Տիկին Գասպարյանը, ինչպես դուք նշեցիք, իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն հրապարակային ներկայացրել է, ես դրան ավելացնելու եւ այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում, ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, հաշվի առնելով մամուլի հրապարակումների բազմագույն լինելը միշտ, ես ուղղակի խուսափ եմ դրանք մեկնաբանել, որովհետև որևէ հիմնավորում եւ հիմք չեմ տեսնում դրանք մեկնաբանելու մասին։ Պարոն Հովհաննիսյան, ուղղակի մի կարճ ճշտող բան, այդ ամբողջ հրապարակումները, որոնք դուք չգիտեմ ոնց բնորոշեցիք, ամեն դեպքում այդ ամբողջ հրապարակումները, այդ ամբողջ պատմությունները, շինթույլտվություններ, կադաստրային արժեքից ցածր հողի վաճառքներ, ընտանիքի անդամների հետ գնումներ եւ այլն, այս ամբողջը ազդեցություն չի ունեցել իր հրաժարականի վրա։ Ես կրկնեմ, հրաժարականի մեկնաբանությունը այս բան այլևս ավելացնելու որևէ բան չունեմ, ինչ վերաբերում է ձեր հարցին գլոբալ կոնտեքստում, անկախ մարդու անուն ազգանունից, քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրաված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի քաղաքացիական պայմանագիր քաղաքական կուսակցության թիմից։ Ես սա ասում եմ գլոբալ առումով, իսկ կոնկրետ ձեր հարցերի վերաբերյալ ասածից ավելացնելու այլևս ոչինչ չունեմ։ Շնորհակալ եմ։ Կենտրոն հեռուստաընկերություն, խնդրեմ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին կրկին անդրադարձավ սահմանադրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ըստ էության մենք ոչ մի նորություն չլսեցինք, կուզենամ անդրադառնալ խաղաղության պայմանագրին, որը դեռ չի ստորագրվում, կարելի է ենթադրել, որ մինչեւ Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիրը այդպես էլ չի ստորագրվի։ Ոչ չի կարելի նման բան ենթադրել, առնվազն երեկվա նաև վարչապետի պատասխաններից, որոնք նա հնչեցրեց ի պատասխան ադրբեջանցի լրագրողին, ըստ էության կրկնելով այն, ինչ մենք ասել ենք բազմիցս, մենք այսպես ասած անգամ իրականության մեջ եթե դիտարկենք Ադրբեջանի մտահոգությունները կապված Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, նախ մենք էլ ենք արձանագրում, որ մենք էլ ունենք ուրեմն մտահոգություններ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ, նաև քաղաքական գործընթացների հետ որոշ շրջանակների կողմից Ադրբեջանում տեղի ունեցող, որոնք էլի տարածքային պահանջների մասին են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մենք կոնկրետ առաջարկությամբ ենք հանդես եկել, այս բոլոր հարցադրումները եւ մտահոգությունները փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում, այն իմաստով, որ միջազգային պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից եւ հետեւաբար այս մտահոգությունները երկու կողմից եղած, ուրեմն հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել ուրեմն նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց, ԵԱՀԿ Մինսկի խմբի ուրեմն լուծարման մասին համատեղ հայտարարության հետ։ Եվ այսպես ենք մենք պատկերացնում խնդրի լուծումը, սա է մեր առաջարկը Ադրբեջանին եւ մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում մեր առաջարկին։ Շնորհակալ եմ։ Նարեկ Կիրակոսյան, խնդրեմ։
Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյանը նաև այդ հարցազրույցում նշում է, որ կան Բաքվում շրջանակներ, որոնք փորձում են հակամարտությունը տեղափոխել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ում նկատի ունի, արդյոք սա ուղիղ մեղադրանք է Ադրբեջանի նախագահին, թե ոչ, եւ դուք տեսնում եք հիմա նրանց կողմից ինչ-որ գործողություններ, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա են փորձում հարձակվել, կա այսինքն ինչ-որ հետախուզական կամ ինչ-որ այլ տվյալներ իշխանությանը հասանելի, թե ոչ, եւ Պարոն Հովհաննիսյան, դուք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովից եք, չէ՞, եթե չեմ սխալվում, Մերձավանի դպրոցի հետ կապված արդեն մի քանի օր է այդ ուսուցչուհու շուրջ ստեղծված իրադարձության ֆոնին նաև թիրախավորվել են երեխաները, անկախ նրանից, որ նրանք խնդրահարույց հայտարարություններ են արել, իրենց աշակերտի նման չեն պահել, ինչպես նշվում է համացանցում, բայց այդ երեխաներին տարածում են, նրանց թիրախավորում են, վիրավորում են համացանցում գրեթե բոլոր սոցցանցերում դուք որպես իշխանության ներկայացուցիչ այլի գիտություն ունենալով այն որ երեխաները ինչ որ վիճահարույց գործողություններով են հանդես եկել բայց այդ երեխաների պաշտպանությունը ինչպես եք պատկերացնում Երեխաները բոլոր երեխաները մեր երեխաներն են եւ երեխա են եւ այո կարող են նաեւ տարբեր տեսակի վարք դրսեւորել, որը հատուկ չէ հասուն տարիքի մարդկանց ելնելով դեռ որովհետև կրթություն պետք է անցնեն, դաստիարակություն պետք է ստանան եւ այլն, այսինքն այս մասով որևէ հարց ու պատասխան չի կարող լինել, երեխաների իրավունքները բոլորիս ուրեմն պաշտպանության ներքո են եւ այստեղ հարց չկա եւ պետությունը իր բոլոր հնարավոր ռեսուրսներով այս պահին ուրեմն այս ուղղությամբ աշխատում է կրթության գիտության նախարարությունում էլ բացի են հրապարակային հայտարարությունները որոնք տեղի ունենում եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից եւ կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից եւ տարբեր պաշտոնների կողմից բացի այդ հրապարակային հայտարարությունների շատ կոնկրետ աշխատանք է տարվում եւ տեղում եւ աշակերտների հետ եւ ծնողների հետ որպեսզի մենք կարողանանք Եվ այս խնդիրը վերացնել եւ նաեւ հետագայում նման խնդիրներից խուսափել ոչ միայն այդ դպրոցում, այլև այդ դպրոցներում։ Սրանք ազդակներ են, որոնք մեզ ուրեմն հուշում են եւ մեզ ստիպում են, որ մենք գնանք ավելի ուրեմն լուրջ փոփոխությունների, նոր ծրագրերի, նոր մոտեցումների, որովհետեւ հասկանում ենք, որ խնդիրներ կան, որոնք արդեն ընկալման, հա, մի քիչ այլ մակարդակներում են լուրջ աշխատանք պետք է իրականացնել եւ վերադառնալով ձեր հարցին, ես ասացի, որ վարչապետը խոսեց կոնկրետ շրջանակների մասին, մի կողմից խոսեց այո Ադրբեջանի իշխանությունների անհանգստությունների մասին, նախագահի մակարդակում սահմանադրության հետ կապ ունեցող հղման վերաբերյալ եւ մյուս կողմից խոսեց Ադրբեջանում գործող շրջանակների մասին, քաղաքական շրջանակների մասին, որոնք տարբեր շարժումներ են անում, տարբեր կոչերով են հանդես գալիս, արևմտյան Ադրբեջանի մասին են խոսում եւ այլն եւ այդպես շարունակ եւ այո դա որպես մեր կողմից դիտարկող ռիսկ ներկայացրեց եւ դրա լուծումն էլ տվեց այն իմաստով որ համատեղ նույն տեղում նույն վարում ստորագրենք եւ խաղաղության պայմանագիրը եւ ԵԱՀԿ Մինսկի լուծարման վերաբերյալ համատեղ հայտարարություն եւ գործընկերս կարծում հավելելու չէ մյուս հարցի վերաբերյալ պարոն Կիրակոսյան երեխաներին թիրախավորելու իրականում այո շատ վատ process է բայց պիտի նկատի ունենալ որ դա այդ ամբողջ վատ պատկերի մի փոքր կտորն է որտեղ ցավոք սրտի մենք հատկապես վերջին տարիներին ունենք մի իրականություն, երբ սոցիալական ցանցերում սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը լրիվ զրոյական մակարդակի է իջել եւ ամենօրյա կտրվածքով ինչ որ մեկին կամ ինչ որ խմբերի կարող են թիրախավորել ու հաշվի չառնել ոչ դիմացինի իրավունքները, ոչ տարիքը, ոչ սոցիալական կարգավիճակը Այնպես որ ես մտածում եմ խնդիրը շատ ավելի խորն է, այդ խնդիրը մեր բոլորինն է։ Այդ մթնոլորտը համատարած ատելության խոսքի, արհամարանքի, անգամ որոշ դեպքերում անգամ թշնամանք տարածելու պիտի բոլորս միասին դրա դեմ պայքարենք, եթե իմ կարծիքով նաև լրագրողները այստեղ բավականին մեծ գործ ունեն անելու։ Շողիկ Գալստյան, խնդրեմ։ Պարոն Հովհաննիսյան, ես կրկին կուզեի էջմիածնի այդ համայնքապետի բանից հարցնեի հրաժարականից, տեսեք բազմաթիվ այդ պատմությունները, քանի որ դուք նաև ձեր թիմում, ձեր կուսակցությունը վարչություն ունեն ֆորմատ այդպիսի քննարկումների խնդիրների մասին, ես ուզում եմ հասկանալ
Ընդհանրապես քննարկվել է Դիանա Գասպարյանին առնչող այդ պատմությունները ձեր վարչությունում, որևէ այլ ֆորմատով, չգիտեմ, ինքը բացատրել է այդ պատմությունները, որքանով կապ ունեն կամ ինչքանով այդտեղ կան բան, այսինքն թիմի համար անհանգստացնող են այդ խնդիրները, որոնց մասին մամուլը ահա զանգել է։ Գիտեք ինչու եմ հարցնում, ստացվում է, որ Պաշտոնյան հրաժարական է տալիս այս ֆոնին եւ հասկանալի չէ, էլի մարդկանց համար ընդհանուր առմամբ։ Ձեր հարցը, տրամաբանական է ձեր հարցը եւ բնական է եւ այդ հարցադրումը կա բնության մեջ եւ պետք է այդ հարցադրման պատասխան տրվի եւ այդ հարցադրումներին պատասխաններ տրվում են եւ ելի եմ կրկնում, եթե որևէ մեկի հետ կապված կոռուպցիոն որևէ պատմություն լինի իր համապատասխան իրավական հիմնավորումներով, դրա մասին բոլորը կիմանան վստահաբար։ Ինչ վերաբերվում է մեր ներսում տեղի ունեցող քննարկումներին եւ այլն, ես էլի ասեմ, ես վարչության անդամ չեմ, բայց որպես մարդով մասնակցում եմ նիստերին, ինձ թույլ կտամ ասել, որ ուրեմն այո, չկա որևէ թեմա, չկա հատկապես թեմա, որը կապ ունի ինչ որ մի տոկոսով անգամ 0.001%-ով որևէ կոռուպցիոն կամ հովանավորչության ինչ որ թեմայի հետ, թեկուզ մամուլում գրված, թեկուզ ինչ որ մարդկանց կողմից դրա մասին ուրեմն հայտարարություն լինի, այդ բոլոր թեմաները կախված իհարկե դրանց լրջությունից եւ հիմնավորումից, որովհետեւ ելի եմ ասում, մամուլում ամեն ինչ կարա լինի եւ մարդիկ, ինչպես գործընկերս էլ ասեց, իրենց խոսքի համար, այսպես ասած, չեն էլ մտածում ինչ են խոսում։ Դրանց հիմնավորումներից կախված բնականաբար բոլոր թեմաները քննարկվում են, չեն կարող չքննարկվել, եւ ես դες կարող եմ վստահել, որ քննարկվում են բավականին սուր ձևով։ Շնորհակալ եմ։ 24 խնդրեմ։ Խոսենք ազգային ժողովում տեղի ունեցած վեճի մասին եւ Արսեն Թորոսյանը թեև ինքը եւս պատասխան այսպես հայհոյանքներ էր հնչեցրել, բայց իր Facebook-յան էջում խոսել էր քաղաքական վենդետայի մասին, ասել էր, որ հայհոյելը չի կարելի ոչ ազգային ժողովի ամբիոնից, ոչ դահլիճում եւ այլն։ Ինչ նկատի ունեք քաղաքական վենդետա ասելով նա, արդյոք կիսում եք այս տեսակետը դուք եւս եւ արդյոք կարծում եք, որ պետք է նաեւ քաղաքական վենդետա իրականացվի Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Ինչ նկատի ունի, երբ ասում եք քաղաքական վենդետա պետք է իրականացվի, արդյոք կիսում եք այս մոտեցումը։ Եվ արդյոք քաղաքական վենդետա պետք է իրականացվի նաև Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Նախ դե վենդետա բոլորս հասկանում ենք ինչ է նշանակում։ Քաղաքական վենդետա ասելով մեր գործընկերը ուրեմն նկատի ունի մեր քաղաքական հանձնառությունների մինչև վերջ իրականացում, որոնց արդյունքում այո, այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են։ Քաղաքականապես այդ մարդիկ Հայաստանի քաղաքական դաշտից վերանալու են։ Սա ի նկատի ունի իմ գործընկերը եւ ես չեմ կարող այս տեսանկյունը չկիսել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցի վերջի կտորին, դա մեկնաբանություն ուղղակի անիմաստ եմ համարում տալ, որովհետև հարցադրումը որևէ հիմնավորում բնության մեջ չի կարող ունենալ, որովհետև քաղաքական վենդետա եւ առասարակ վենդետա են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, որոնք մեղավորություն ունեն եւ այդ մեղավորությունը ընդհանրապես անունները, որոնք դուք համեմատում եք, համեմատելու չի են մարդկանց հետ, ում մասին որ մենք խոսում ենք։ Մեր գործընկեր Արսեն Թորոսյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ է, վարչության անդամ է, ով մեզ հետ հավասարապես պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության համար, այն մարդկանց դեմ, ում մասին որ ինքը խոսել է, հետեւաբար խնդրում չխառնեք իրար մարդկանց անուններն ու վարքը ընդհանրապես։ Հիմա դուք քննադատեցիք Լևոն Քոչարյանի վարքը, արդյոք Արսեն Թորոսյանի հայհոյանքներին եւս պատրաստ եք քննադատությամբ հանդես գալ եւ գործողություններ հաջորդեն։ Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը հիմա համեմատում եք Արսեն Թորոսյանի ասացի հետ։ Նույնը չէր, Ժողովուրդ ջան, նույնն էր ձեր համար։ Ես ուզում եմ հասկանամ ձեր համար դա նույնն էր, ինչ եք ասում։ Ինչ եք ասում։ Ես կրկնում եմ։ Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք իր ողջ շնորհակալ եմ վերջանքով։ Եվ ներողություն, կանգնած լինելով իրենց խմբակցության կանանց թիկունքում տվել է սեռական բնույթի հայհոյանք ազգային ժողովում։ Հերթով հարգելի լրագրողներ, հերթով փորձեք հիմա սլակները, եկել եք հիմա Լևոն Քոչարյանի սեռական բնույթի հայհոյանքից հետո, եկել եք ստեղ հիմա փորձում եք դրանից հետո հաջորդող մեկնաբանությունները բերել առաջի պլան։ Արսեն Թորոսյանի ասածն էլ պետք չի որ ազգային ժողովում հնչի։ Միգուցե իմ խիստ
ելույթներն էլ պետք չեն որ հնչեն ազգային ժողովում, միգուցե մյուս գործընկերոջս խիստ քննադատությունն էլ պետք չի որ հնչի ազգը, միգուցե սեռական բնույթի հայհոյանքը հնչեցրել Լևոն Քոչարյանը եւ դրան եղել է պատասխան։ Այս լեքսիկոնի առումով մի բան ասեմ, ընդհանրապես հայոց լեզուն շատ հետաքրքիր լեզու է, ասում են միայն հայոց լեզումը, որ հարգելիս դիմելաձևը կարա անցալվի որպես վիրավորանք, այնպես որ նայած ով ինչ է ուզում տեսնի ամեն մեկի խոսքերի տակ։ Իհարկե ոչ մեկի համար ցանկալի չի առավել եւս մեզ համար, որպեսզի ազգային ժողովի նիստերը վերածվեն լեզվակռվի, մանավանդ այդ տիպի լեքսիկոնով, բայց ունենք այնինչ ունենք ու իմ կարծիքով շատ ավելի կարևոր է թե ինչով է զբաղված ընդհանրապես մեր ընդդիմությունը զբաղված է հենց այս տիպի իրավիճակներ գեներացնելով։ Ես ամբիոնից էլ ասեցի, մինչև այդ քաշքշոցը տեղի ունենալ, ես մոտեցա Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին եւ իրենց ասացի, որ ձեր կողմից ակնհայտ նկատվում է, որ դուք սադրում եք իրավիճակը, ուզում եք ինչ որ տեսարաններ լինեն ազգային ժողովում։ Ասացին ոչ, ասացի ոնց ոչ, ինչ որ բաներ է կատարում ձեր շարքերում, դուք հանգիստ նստած եք, ոչ մի բան չեք անում, գործողություններ արեք, կոչ արեք հանդարտության, ոչինչ չարեցին եւ վերջում արդեն դրանից հետո իրենց ասացի տեղի ունեցավ, այն ինչ տեղի ունեցավ։ Ու ընդհանրապես ընդդիմության հետ կապված այդ ինչից սկսեց այդ լարումը, երբ որ գլխավոր դատախազը հնչեցրեց թվեր ու ամբողջ խոսակցությունը, իմ կարծիքով հիմքերից մեկը դա էր։ Ես մի հատ էլ ուրիշ թիվ եմ ուզում հնչեցնել։ Մեր ընդդիմության падգամավորները բոլորը միասին 4 տարվա ընթացքում միասին վերցած 4 տարվա ընթացքում ստացել են ավելի քան 1.5 միլիարդ դրամ աշխատավարձ։ Ձեզ որպես լրագրողներ, օրինակ հետաքրքիր չի, հարկատուները մեր ընդդիմությանը ինչի համար են վճարել այդքան գումար։ Ինչ ավելացված արժեք, ինչ օգտակար բան են արել, բացի նման իրավիճակներ հրահրելուց։ Եթե ես ուզում եի Այո, մերը հիմնավորված է, պարոն Կիրակոսյան։ Ես օրինակ օրվա ընթացքում մի քանի քաղաքացիների, շաբաթվա ընթացքում մի քանի ոլորտների ընկերությունների հարցերով զբաղվում եմ։ Հազարատ կարող է լավ կամ վատ, բայց աշխատում եմ։ Բայց որևէ առաջարկ, որը որ կբխի որևէ կոնկրետ ոլորտի կամ որևէ խավի շահերից տեսել եք, բացի են մի քանի պոպուլիստական առաջարկները, որ հնչում են, որ գիտեն, որ օրինակ դա անհնար է իրականացնել, չնայած դրա իրականացման ցանկությունը մեծ է։ Օրինակ ես նախորդ գումարման ազգային ժողովից կարող եմ հիշել բազում օրինակներ, երբ ընդդիմության հետ համատեղ կամ իրենց կողմից բազմաթիվ նախագծեր են ընդունվել, առաջարկներ են արվել։ Հիմա մենք ունենք ընդդիմություն, որը անգամ ամենադրական առաջարկները մերժում է միայն այն պատճառով, որ դրանք ներկայացնում են քաղաքացիական պայմանագրի կողմից կամ կառավարության կողմից։ Երեք օրինակ ռազմարտությունաբերական կոմիտեի մասին կարևոր նախագիծ էինք քննարկում, հետո պաշտպանությունից են, չէ՞ խոսում պաշտպանունակությունից։ Մարդիկ մի մասը դե երևի քաղաքական նկատառումներով չեկավ նիստին մասնակցեց, մյուս մասն էլ կողմ չքվեարկեց, հետո ինչ որ բան հորինեցին, թե ինչի համար կողմ չեն քվեարկում այդ կարևոր նախագծը։ Ես նաև հավելեմ եւ կարծում եմ արդեն պետք է ամփոփենք, որպես խմբակցության քարտուղար, նաև մեր ժողովրդի համար, ձեր համար ես հստակ կարող եմ ասել, որ քաղաքացիական պայմանագիր յուրաքանչյուր падգամավոր խմբակցության հստակ կարող է ցանկացած պահի իր աշխատանքի հաշվետվությունը ներկայացնել եւ ցույց տալ, թե ինչ է արել իր ողջ ուրեմն գործունեության ընթացքում այս տարիներին ազգային ժողովի падգամավոր լինելով։ Այսօր էլ օրինակ ժամը 12-ին մենք այս դահլիճում ամբողջ խմբակցությունը ազգային ժողովի շենքում է լինելու, մենք աշխատում ենք, չնայած նիստեր չկան, ընդդիմությունը էլի չկա, նիստ կա չկա, իրանց հետաքրքիր չի եւ այս բրիֆինգն էլ 10-ին է եղել, շուտ ենք եկել, որ մենք կարողանանք մեր աշխատանքները կազմակերպենք, հասցնենք աշխատել։ Մենք աշխատում ենք եւ ուրեմն եւ այո, մեր քաղաքացիներին էլ ձեզ էլ այն մարդկանց հատկապես ովքեր գործուղել են ընդդիմության ազգային ժողով, կխնդրենք, որ հարցադրումներով հանդես գան, թե ինչ են արել այդ մարդիկ, որ հարկատուների այդքան փող են ստացել ու հələ մի հատ էլ գալիս են այլոց են փորձում մեղադրել այս կամ այն ուրեմն կոռուպցիոն գործարքների եւ չաշխատելու մեջ։ Շնորհակալ եմ ձեզ։ Պարոն Հովհաննիսյան, Վերջին շատ կարճ Լիլիթ ջան։ Շատ կարճ։ Արսեն Թորոսյանը դուք ասեցիք խոսել է քաղաքական վենդետաների մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ վենդետաներ չեն լինելու։ Այս հակասությունը ո՞նց հասկանանք։ Հակասություն չկա ընդհանրապես։ Այո, վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են։ Շնորհակալություն։
Չէ, ժամանակը սպառվել է, շնորհակալություն։